Հայաստան Այվազի Մանուկյանը ծնվել է 1901 թվականին Սարիղամիշում։ Նա ոչ միայն ականատես է այդ ոճրագործները, որ կատարել են թուրք ենիչարները, ցեղասպանությունը, զոհվել է նրա բավականին արունակիցներ մտերիմներ, նա փրկվել է թաքնվելով զոհվածների դիակների տակ։ Իսկ թուրքերը իրենց սովորության համաձայն ստուգում են իրենց խանչալներով եկան ամբողջ մարմինը սպիների մեջ էր, սպիավորված էր։ Փախչեց, կարս տեղափոխվեց Հայաստան, առաջին հերթին նա ապրեց Ղալթախչի, Սուրբ Հովհաննես եկեղեցին եկավ, որ Աստծուն եւ համբերությունը արտահայտի դեպի այդ զոհվածները եւ շնորհակալություն, ինչպես ինքն էր ասում, շնորհակալություն հայտնի, որ փրկվել են։ Այստեղ մի շատ հայտնի ընտանիք կար, որը վերցրեց նրան եւ նրանց որդու հետ ամուսնացավ Արամի հետ, նրանք Արաքելյաններ էին։ Ձեր տատն է։ Դա իմ ընկերոջս տատն է, ինձ համար էլ է տատն, անունը Հայաստան է։ Նա ներկայացնում է Հայաստանի խորհրդանիշերը։ Նա մեզ համար ոնց որ միած հասանցրելի ծովինար էր, որովհետեւ ամուսինը Անդրանիկի զինվորներից էր, զոհվեց ամուսինը։ Ամուսնացավ Կարսից փրկված մի ուրիշ տղայի հետ, Խաչատրյան Դավիթ Մինասի, եւ երկուսով 7 հատ երեխա իրենք զավակներ մեծացրեցին։ Եվ Էրան մոտ ծանր կյանք ունեցավ, 82 թվականին մահացավ։ Երեխաներից այսօր ապրում է միայն մեկը, Խաչատրյան Մինաս Դավիթիչը, ֆիլհարմոնիա երկար ժամանակ պրոֆեսիա նախագահն էր եւ այլ։ Թիֆլիսից բացի ապրել երկար ժամանակ Կոմիտասի վրա անտարային ձայներ այսպեսի շենք կար։ Այդ շենքում էր ապրում, ծանր էր նա։ Այդ օրերը դուրը փակնում էր ապրիլի 24-ի մեջ հեկեկում։ Բավական նա ականատես է եղել։ Եվ նա իր սերունդերի մեջ դասիրակում էր սեր դեպի մերձավորը, նախնիների պաշտամունք, հայրենասիրություն, այդ զգացմունքները։ Եվ ինքը միշտ հասկանում էր, որ ազգի համար կարևորը երմիասնությունը, մեկ ազգ, մեկ լեզու, մեկ կրոն։ Ամենուր նա այդ սերունդները, ես ականատես եմ եղել, եւ դա ինձ էլ անցել, նրա տղանին, ընտանիքից քավորն է, կնքահայրն է, միշտ մի հատ արտահայտություն պետք է։ Նա ասում էր բոլոր ցեղանի վրա նստելուց պետք է ասեք. «Յա Տեր Աստված, յա Մշո Սուրբ տան, Սուրբ Կարապետ, եղիր մեզ պահապան»։ Այդպես է նա ապրում։ Հավատքը նա չկորցրեց։ Ես նորից եմ ասում, նա անցավ աստվածաշնչային հոբի ճանապարհ անցավ, այդ տառապանքը, եւ հավատքը չկորցրեց դեպի Աստված։ Այդքան բան կարող եմ ասել։ Ինչպես կգնահատեք այսօրվա ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, փորձում են ցեղասպանությունը չի կարելի հրաժարվել։ Ես ուրիշ բան կարող եմ ասել։ Միշել Լեգրանը մի լավ խոսք էր ասում էր հայնասեր հայնակից, որը շատ հայ։ Միշել Լեգրանը ասում էր պետք է միավորված ազգերի կազմակերպությունը նույնիսկ ընդունի եղեռնը եւ այն երկիրը, որը կարող է հրաժարվել, չընդունել, նրան պետք է սանկցիաների տակ դնել։ Սանկցիաներ տալ այդ երկրին։ Բոլոր երկրները պարտավոր են ընդունել ցեղասպանությունը, պարտավոր են ընդունել։ Պարտավոր են, այդպես է, պետք է ընդունել բոլորը։ Դա մոռանալ չեն կարող։ Եվ մեր սերունդներին ձեր խոսքը սերունդերին էս ունենալ նախնիների պաշտամունք, սեր ունենան դեպի մերձավորներին, սիրել հայրենիքին, մեկ ազգ, մեկ լեզու, մեկ կրոն, դա մեր բոլորից միշտ խորհրդանիշն է եղել, սիրեն հայրենիքը, հայրենիքն իրենց կսիրի, իրենք սիրեն հայրենիքին, հայրենիքը իրենց կսիրի, եւ միայն այդպես կարող ենք մենք բարգավաճել մեծ Հայաստան ունենալ, մենք միևնույն է, մեծ ապագա ունենք մեր ազգը, ես ավելի շատ ամուսնված եմ ես։ Կարող եմ մի քիչ չափազանցումներ, որ ասեմ, այո, Քրիստոս երկրորդ գալուց կունենալու է Հայաստան եւ գալու է հայերենը խոսելու։ Այո, ամենահին ազգն ենք։ Շումերները մեզանից են առաջացել, մենք ենք ամենահին ազգ, ամենահին լեզուն։ Մենք այդ բան կարող եմ ասել։ Երեխաները պետք է միշտ ես շատ հաճույքով նայում երեխաների հետ, նայեմ միջոցառումներ եմ անցկացնում ինտելեկտուալ խաղեր եւ այլ 22 թվականից։ Այսօրվա սերունդը այնպեսի խելացի լավ սերունդ է մեծանում, ես հպարտանում եմ մեր երեխաներով։